Առաջին նախագահի հայտարարությունը արդյոք քննարկել եք դուք նկատի ունեմ կուսակցությունով, որովհետև առաջարկ էր արվում մեկ ճակատով հանդես գալ, բայց կարծես թե ընդդիմության մեջ չկա այդ ընկալումը մեկ ճակատով հանդես գալ, Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվել, ասում է, որ այսպես ազգը կարող է փրկվել։ Դուք ինչ կասեք այս առումով, արդյոք քննարկում եղել է եւ հնարավոր տարբերակ է։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց այդ հարցին իր Facebook-յան էջով, անդրադառնալով գրառմանը միանշանակ համաձայն ենք եւ ուրախ ենք, որ առաջին նախագահն էլ է հիմա արդեն արձանագրում, որ իսկապես ազգի փրկության հարց է, եթե տեսել եք նախկին 7 տարիների մեր խոսույթը իսկապես դա է եղել 2020-ից հետո հատկապես, եթե մարտավարության հարցում կարծես կա մարտավարական մոտեցումների տարբերություններ, մենք վստահություն չունենք, որ ամենաարդյունավետ տարբերակը բոլոր ուժերը մեկ ցանկով, մեկ առաջնորդությամբ գնալն է, մենք կարծում ենք, որ ամենակարևոր խնդիրը, որ ընդդիմադիր դաշտը պիտի լուծի հնարավորինս շատ քաղաքացիների ընտրության մասնակցելիության ապահովումն է, եւ դրա համար այն գործընթացը, որ հիմա տեղի է ունենում, նկատի ունենք դա խոշոր բլոկների ձևավորումը, դա մտածում ենք, որ կարող է լինել արդյունավետ ճանապարհ, որը թույլ կտա ցանկացած ուժի իր թիրախային լսարանին ներկայացնել իր առաջարկը, այդպիսով մոբիլիզացնել, ստանալ աջակցություն։ Եթե դեպքում ինչ վտանգ եք տեսնում դուք։ Ես չեմ ուզում որևէ ընդդիմադիր ուժի բանը մեկնաբանել, ընդհանուր համախմբվածությունը լավ կարող է լինել, բայց դա նախ իրատեսականության խնդիր ունի, երկրորդը եթե խոսում ենք այնպիսի միավորման մասին, ավելի ուղիղ եւ պարզ ասեմ, եթե Գյումրիում Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը եւ մյուս ընդդիմադիրները մասնակցեին նույն ցանկով, մենք կունենայինք ավելի քիչ ձայներ եւ կունենայինք ավելի քիչ մասնակցություն։